եւ հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Նազարեթ Սափոջյան։ Նազարեթ Սափոջյանի չէ։ Ժամը 11:00-ից մինչև 11:15 ընդմիջում։ Ապինքի ավարտից հետո նաև ունենք ճաշ։ Այսքանը մասնատված։ Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Համայնքի Հայության զարգացման։ Այսօրվա նիստը կարևոր հանգրվան է ամփոփելու հիմնադրամի անցած տարվա գործունեության արդյունքները։ Սակայն մեր առջև դերևս կանգնած են բազում մարտահրավերներ, հետևողականության և համատեղ աշխատանքի համար։ Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ և երկրորդ հարցը համայնքական համաձայն առաջին հարցի հետ կապված Հայաստան նիստի մասնակցությունը հիմնադրամի գործակալների ժամանակավոր պաշտպանական Զարուհի մինչ նիստը սկսել է, ուզում եմ հիշեցնել, որ այս մեկ տարվա ընթացքում ցավալի կորուստներ ունեցանք բանախորհրդի տարեկան նիստին։ Այս հարթակի երթական անգամ հնարավորություն է տալիս մեկտեղելու երջանքեր արժևորելու կատարած աշխատանքը արձանագրել ձեռքբերումներ։ Միաժամանակ սա նաև հարթակ է արձանագրել ներուժի լիարժեք օգտագործման տեսանկյունից։ Այս նիստը նաև կարիք է վերահասնելու հիմնադրամի բովանդակային և կառուցվածքային զարգացման քննարկումները կնպաստել հիմնադրամի աշխատանքների առավել հստակ ուղղորդմանը, հենված թափանցիկության, պատասխանատվության և ներառականության կազմին և իհարկե բոլոր նվիրատուներին իրենց հանձնարարության, հետևողականության և համատեղ աշխատանքի համար։ Առաջին հարցը վերաբերում է օրակարգի 2024 թվականի հիմնադրամի գործունեությունը ներկայացնի և դրանք որոշում ինքը կներկայացնի հիմնադրամի 25-26 թվականների ավարտին իրականացած անձնագրերի մասին հարցը։ Եվ ունենք նաև այլ հարցեր։ Օրակարգի հետ կապված են Զարուհի Նազարեթ Համոզյան։ Շնորհակալություն։ Մեծարգո պարոն նախագահ, մեծարգո պարոն վարչապետ, նոր ձևաչափով ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բնականաշինությունը, առողջապահությունը, հումանիտար օգնության